Եկեղեցի պետություն հարաբերությունների մասին, ըստ ձեզ հաջողվել է արդյոք խարխլել եկեղեցու ինքնությունը եւ այսօր օրինակ Փաշինյանը ներկա չէ եւ ինչպես տեսնում եք ամեն ինչ շատ խաղաղ է անցնում այնտեղ որտեղ ներկա չէ պատարագներին, ինչ կասեք նաեւ վերջին դեպքերի մասին։ Ես եկեղեցու մասին, եկեղեցին դա մեր համար մեկ սրբությունն է։ Ժամանակներ ա եղել, երբ մենք պետականություն չենք ունեցել, շատ տարիներ։ Եկեղեցին պահել է այդ պետությունը, պահել է հայի մշակույթը, հայի ավանդույթները։ Եվ այսօր մենք եկեղեցու շնորհիվ ունենք պետություն։ Եկեղեցին եւ պետությունը դա մի կառույց է։ Եթե մեկը մահանում է, մյուսը կա։ Ու եկեղեցին դա միշտ լինում է։ Ուզում եմ ասել, որ սա հավատավոր ժողովրդի համար, սա մեր հավատքն է։ Մենք հավատում ենք եկեղեցուն։ Այլ ընտրանք չունենք։ Իշխանությունները գնում են, գալիս են, բայց դա կապ չունի։ Մնում ենք մենք, հավատավոր ժողովուրդս, որ պարտավոր ենք ծառայենք մեր հայրենիքին, մեր եկեղեցուն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բացի եկեղեցուց իսկ դիրքերում ծառայելը ինչ նշանակություն ունի։ Պետք է միասնական լինի եւ եկեղեցի եւ ռազմական պայքարը։ Շնորհեցի մի հատ ասեք։ Եկեղեցին պետք է նաև օգնական լինի ռազմական պայքարի Այդ հարցում ես կուզեի անդրադառնալ գնդերեսների հարցին, որ հանեցին, կրճատեցին բանակից, դա շատ սխալ է։ Գնդերեսները հոգևոր, եթե զինվորը գնում է մարտական հերթապահության, գնդերեսների եկեղեցու օրհնությունը պետք է զինվոր, դա նոր ոգի է հաղորդում իրենց։ Ես կարծում եմ, որ սխալ է գնդերեսներին թողել զինվորներին առանց գնդերեսների աղոթքի։ Պետք են, իհարկե պետք են, հոգևորականները էլի եմ ասում, պատերազմների ժամանակ, երբ որ արդեն կախված ա եղել մազից հայի ճակատագիրը, եկեղեցականներն են գնացել պայքարի, ժողովրդին տարել պայքարի։ Եթե զինվորականները վախեցել են, եկեղեցականներն են տարել պայքարի։ Դա պետք է, միանշանակ պետք է։ Շնորհակալություն։